Ամեն բանը մեր կյանքի մեջ, ամեն ինչ ուղղորդել է մեզ այստեղ, տանում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը, որովհետև իրենով մենք կանք թանկագիններ ջան, եթե իր արածը չեղներ, իր այդ քայլը, իր նվիրումը մեր նկատմամբ չլիներ, իր սերը արտահայտված չլիներ խաչով, մեզանից որևէ մեկ այստեղ նստած չէր լինի, կամ մեր պաշտամունքը կկրեր միայն կրոնական բնույթ։ Գիտեք, Աստված արարեց դրախտը, ես հավատում եմ, որ հենց այդպես է եղել է, տառ առ տառ, ինչ գրված է Սուրբ գրքում ինձ համար հեղինակություն է և հիմք է։ Աստված արարեց մի բան, որը կատարյալ արտահայտում էր երկնայինի պատկերը, կատարյալ ձևի։ Եվ այդ դրախտում դրեց մարդուն, Ադամին և Եվային։ Ինքը ամեն անգամ գալիս էր և խոսում էր, և գիտեք ինչ, մարդը հպվում էր փառավոր Աստծուն։ Եթե մեզանից որևէ մեկը երբևէ մտել է Աստծո ներկայության մեջ և գիտի ինչ է դա, ինքը կհասկանա հիմա ես ինչ եմ ասում, ինչ է նշանակում մտել է փառավոր Աստծո ներկայության մեջ։ Որովհետև երբ Աստված քեզ գոնե մի ակնթարթ հպվում է, քո ամբողջ էությունը հոխվում է, քո ամբողջ էությունը ձգտում է դեպի իրեն, վայելում է իր ներկայությունը։ Եվ ահա մեր նախահայրերը Ադամը և Եվան այսպես վայելում էին ամեն օր Աստծո ներկայությունը, բայց մեղք գործեցին և դրախտից դուրս գցվեցին։ Դրախտի դռները փակվեց իրենց համար և ոչ միայն փակվեց, այլ Տերը քերով բեկ կանգնացրեց և ասեց, որ հանկարծ կյանքի ծառին չգնան և չուտեն և հավիտյան չապրեն, մեր նման չդառնան։ Ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ Ադամը և Եվան մահացան հոգևորապես, զրկվեցին այն վայելքից, այն ներկայությունից, այն կենդանի ճանաչությունից, որ ամեն օր իրենց կյանքում կար։ Երբ մենք Սուրբ գրքում կարդում ենք, մենք կարդում ենք, որ Աստված ամեն երեկո Ադամի և Եվայի հետ խոսում էր, իջնում էր, իրենց հետ ժամանակ էր անցկացնում։ Թանկագիններ, այդ ամեն րոպեն և վայրկյանը, որ Տերը իրենց հետ անց է կացրել, դա նշանակում է, որ Ադամը և Եվան ամեն օր յուրովի ձևի, նոր ձևի ճանաչել էին այդ Աստծուն, ճանաչում էին այդ Աստծուն, որը այդ պահին գալիս էր իրենց հետ խոսելու։ Եվ հանկարծ իրենք դուրս են գցվում դրախտից։ Աստված ճանաչողությունը դադարում է և քիչ չի Աստված ճանաչողությունը, Աստծո ներկայությունը իրենց կյանքում դադարում է և իրենք հոգևորապես մահանում են։ Գիտեք թանկագիններ, մի քանի սերունդ Աստված ճանաչողությունը չկար առաջի մարդկանց կյանքում։ Կար Ավելը, որը փորձում էր ինչ-ինչ պաշտամունք մատուցեր, սպանվեց, հետո բազում երեխաներ այլ ծնվեցին և հանկարծ մենք կարդում ենք Սուրբ գրքում, որ ծնվում է Սեթը։ Եվ Ծննդոց 4 գլխի 26 համարում մենք կարդում ենք, որ Սեթը որդի ունեցավ և անունը Ենոս դրեց։ Այն ժամանակ սկսեցին Տերոջ անունը կանչել։ Ինչ է նշանակում սկսեցին Տերոջ անունը կանչել։ Դա նշանակում է, որ այն պաշտամունքը, որ կար դրախտում առ Աստված ուղված, մարդիկ փորձում էին Ենոսի ժամանակ վերականգնեին Աստծուն մեծարելը, փառավորելը և պաշտելը, որ այդքան ժամանակ, այդքան սերունդներ մինչև Ենոս դադարած էր։ Ադամը և Եվան հո երես առ երես շփվել էին այդ կենդանի Աստծո հետ, բայց միայն Ենոսի ժամանակ պաշտամունքը սկսվեց և մարդիկ սկսեցին կանչել Տերոջ անունը։ Հասկանում եք։ Ուրեմն, ես այսօր ուզում եմ խոսեմ թանկագիններ, մի կարևոր նյութի վերաբերյալ, որը ես անվանել եմ ամեն բան սկսվում է հանդիպումից։ Ամեն բան սկսվում է հանդիպումից։ Սաղմոս 45:11 ռուսերենով և 46 գրեթե գուցե 11 հայերենով։ Կանգնեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը,
կոչ է անում Տերը, եւ բոլոր ժողովուրդների մեծարված կլինեմ եւ ամբողջ երկրի վրայով ես մեծարված կլինեմ։ Կանգնեք ժողովուրդ եւ ճանաչեք, որ ես եմ Տերը։ Սա Տերը կոչ է անում ամեն մեկիս, այս կոչ ուղղում է ամեն մեկիս սրտի մեջ, որ մենք մի պահ կանգ առնենք եւ անհատական ճանաչողության մեջ մտնենք առ Աստված։ Սաղմոս 82:19 Թող ճանաչեն, էլի ռուսերենով է 82:19 եւ 83 հայերենով։ Թող ճանաչեն, որ դու միայն դու ես նա, ում անունը Տեր է բարձյալ, եւ դու բարձյալ ես ամբողջ երկրի վրա։ Թող կանգնեն եւ ճանաչեն մարդիկ, որ դու ես դա։ Հովհաննես 17:3 Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, ճշմարիտ եւ միակ Աստծուն, եւ քո կողմից ուղարկված Հիսուս Քրիստոսին։ Թանկագիններ, բազում համարներ կան Սուրբ գրքում, որտեղ որ խոսվում է այս միտքը, որ Աստծո մասին քեզ ոչ թե պիտի պատմեն, ոչ թե քեզ պիտի սովորացնեն, թե ինչպիսին է Աստված, այլ դու ինքդ պիտի կանգ առնես եւ այդ կենթանի Աստծուն հպվես եւ իր հետ հաղորդակցություն ունենաս, որովհետև քեզ Աստված ոչ թե պատմելով է ուզում բացվի, այլ անհատապես քո կյանքի մեջ գործի եւ անհատական ներգործություն ունենա։ Ամեն։ Ամբողջ Սուրբ Գիրքը քեզ ճանաչողության է կանչում, որ դու ճանաչես կենթանի Աստծուն, որ դու հասկանաս, թե ով է նա, ինչպես է նա գործել, ինչպես է բացվել, ինչպիսին է իր բնությունը, ինչ գործ է ուզում անի քո կյանքի մեջ Աստված։ Թանկագիններ, երբ 5 տականում մարդիկ հպվում էին Աստծուն, շփվում էին իր հետ, հաղորդակցություն էին ունենում, առաջի բանը, որ իրենք հասկանում էին, որ Աստված կատարյալ սուրբ է, բացարձակապես սուրբ է։ Եվ այս սուրբը ոչ թե ուղակի կոչում է, որ ես սուրբ եմ, այլ դիրք է, որ Աստծո մեջ բացարձակ որևէ պիղծ, նենք, կեղտոտ, ապականված բան չկա, ինքը բացարձակ առանձնացված է, այն ամեն ավերմունքից, ավերակից, որ կա այս մարդկության կյանքի մեջ, մեղքից, որ կա, անգամ այն մեղքից, որ ծագեց երկնքում, Սատանայի կողմից, Լուցիֆերի կողմից, միանգամից իր կողմից զատվեց Աստծո կողմից եւ դուրս գցվեց երկնքից, ինչու՞, որովհետեւ Աստված կատարյալ սուրբ է։ Եվ մենք ճանաչում ենք այսպիսի Աստծուն։ Մենք հասկացել ենք, թե որքան է ինքը սուրբ։ Եսայա 6:1-4 համարը։ Օզիա թագավորի մահվան ժամանակ տեսա ես Տիրոջը, որ բարձր գահի վրա նստած էր, եւ նրա հագուստի ծայրերը լցնում էին այդ տաճարը։ Նրա կողքը կանգնած էին սերաֆիմներ, սերոբեներ, ամեն մեկը 6 թև ունեին։ Երկուսով երեսն էին փակում, երկուսով ոտքերը եւ երկուսով թռնում էին, եւ իրանցից ամեն մեկը աղաղակ էր բարձրացնում. Սուրբ է, սուրբ է, սուրբ է զորած Տերը։ Եթե սերովբեն չիմանար, թե որքան է սուրբ Աստված, արդյոք այս գոչում, այս ճիճը իր սրտից դուրս կգար։ Իհարկե ոչ։ Իրենք այս սուրբ է բառը բղավում էին, որովհետև ամեն վարքյան շփվում, հպվում էին այդ սրբությանը։ Եվ այդ Աստված այնքան սուրբ է, որ այդ զորավոր հրեշտակները այդ սրբության մեջ իրենց աչքերը փակում էին, որ չգիտեմ, չկուրանան, չգիտեմ, չայրվեն Աստծո սրբության մեջ, այդքան հզոր է Աստծո սրբությունը։ Եթե 5 տակարանում Աստծուն ճանաչող մարդը հասկանում էր, որ նա սուրբ է, եթե Մովսեսին Տերը հայտնվեց եւ ասեց. Մովսես, այն վայրը, այն հողը, որի վրա դու կանգնած ես, սուրբ է, քո կոշիկները հանի նոր մտի իմ ներկայության մեջ, ոնց եք մտածում, նոր կտակարանում ինչ-որ բան փոխվել է, թե ոչ։ Նոր կտակարանում բացարձակ բան չի փոխվել, եւ նույն Սուրբ Աստվածը նոր կտակարանում ինձ եւ քեզ ուզում է հասկացնի, որ իմ եւ քո կյանքի մեջ ինքը սուրբ է, այսպես ճանաչեք ինձ։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 15-16 համարը։
Ձեզ կանչող Սուրբի պես սուրբ եղեք։ Փառք Հիսուսին։ Հայտնության 4-րդ գլուխ 6-ից 8 համարը։ Ինչպես Եսայա մարգարեն էր հափշտակվել Տիրոջ գահի առաջ, այդպես էլ Հովհաննես առաքյալն է հափշտակվում Տիրոջ գահի առաջ, եւ ոզարմանք։ Տեսնում են նույն բանը, ինչ որ տեսել էր Եսայա մարգարեն։ Տեսնում են նույն կենդանիներին, որոնք թռնում են Տիրոջ շուրջ եւ բղաղում են նոր կտակարանում։ Սուրբ է, սուրբ է, սուրբ է զորաց Տերը։ Ամենակալ արքան։ Սուրբ է, սուրբ է, սուրբ է։ Թանկագիններ ջան, ոչինչ կտականում, ոչ նոր կտականում, Աստծո բովանդակությունը, Աստծո էությունը, Աստծո ով լինելը չի փոխվում։ Եվ երբ ես եւ դու էլ գնանք երկինք, մենք նույն սերովբեներին կտեսնենք, որոնք թռնում են Տիրոջ շուրջ եւ նույնպես աղաղակում են Սուրբ է Տերը։ Հիմա ես ուզում եմ, որ մենք ամեն մեկս հասկանանք, Աստված ուզում է ինձ եւ քեզ բացվել։ Նա ամեն բան անում է, որ ինձ եւ քեզ խոսի, հասկացնի, թե ով է ինքը։ Ինչպես Ադամին եւ Եվային էր խոսում, այնպես էլ իմ եւ քո կյանքի մեջ ամեն օր եւ ամեն վարքյան խոսում է։ 5 տականում նա բացվում էր բազում իր անուններով։ Ինչպես էին մարդիկ հասկանում, թե ով է Աստված։ Աբրահամին Տերը բացվում էր որպես Էլ Շադայ։ Մովսեսին գալիս է ասում է. Ես Աբրահամին, Իսահակին, Հակոբին բացվեցի որպես Էլ Շադայ։ Գիտեք, չէ՞ Էլ Շադայ ինչ, ով է։ Ամենակարող Աստված։ Իսկ քեզ Մովսես, ես բացվում եմ իմ Յահվե անունով։ Թանկագիններ ջան, Մովսես ասուն սկսեց ճանաչել նոր ձևի։ Ամենակարողությունը կար իր կյանքի համար, բայց Յահվե անունը բացում է Աստծո այլ կերպարը։ Գիտեք Յահվե ինչ է նշանակում։ Յահվեն թանկագիններ հապահովում է Էհե Աշեր Էհե բառն է, որը գիտեք ինչ է նշանակում։ Կյանքը իր մեջ բռնած կրող Տերը, նա որ իշխում է ժամանակների վրա, նա որ ձևավորում է ժամանակը այնպես, ինչպես որ ինքն է ուզում։ Այսինքն, այս Յահվե անունը ցույց է տալի Մովսեսին, որ ես տիրում եմ ամեն բանի վրա եւ ամեն բան փոխվում է այնպես, ինչպես որ ես եմ կամենում։ Ես նա եմ, ով ես ուզում եմ լինել։ Ես եմ, որ էմն եմ։ Ռուսերեն շատ գեղեցիկ է բացված սուշի։ Այսինքն իշխում եմ բոլոր ժամանակների վրա եւ միաժամանակ կամ եւ երեք եւ այսօր եւ հավիտյան։ Ով գիտեր, որ Աստված այդպիսին է։ Մովսեսին Տերը այսպես բացվում է։ Այսինքն Աստված Մովսեսին իր իսկության ինչ-որ հատվածը բաց է անում, որ Մովսեսը հասկանա ում հետ ինքը գործ ունի։ Եվ Մովսեսի գրածի միջոցով ես եւ դու նույնպես հասկանանք, թե ինքը ինչպիսին է եւ ինչ է իրենից ներկայացնում։ Շատ լավ, այս 5 կտականում, բայց մենք կարդում ենք թանկագիններ ջան նոր կտականի մեջ Եբրայեցիս 1-ից 2 համարներում, որ ասում է. Աստված բազմապիսի եւ բազմազան ձևերով մեր հայրերին խոսեց մարգարեների միջոցով, իսկ վերջի օրերում նա խոսում է իր որդու միջոցով։ Այս նոր հայտնությունն է Աստծո, որը 5 տականում Մովսեսին որպես Յահվե էր բացվում, Աբրահամին որպես Էլ Շադայ, մեզ համար ինքը բացում է որպես Եշուա հա Մաշիախ, Հիսուս Քրիստոս, այն սքանչելի երգը, որ երգում ենք, Եշուա, մեզ համար մի քիչ օտար անուն է, չնայած արդեն բավականին խոսում է այս անվան վերաբերյալ, բայց Եշուա անունը ինչ է նշանակում։ Եշուա անունը նշանակում է ոչ միայն ժամանակի վրա իշխող, այլ որ Յահվեն, որ այդ ժամանակի վրա իշխում է, եկել է, որ քեզ փրկի։ Հասկանում ես, ինքը ամենակարող էր, այսպես ճանաչեց Աբրահամը, Մովսեսը ժամանակի վրա իշխող Տերը Սուշին ճանաչեց, իսկ մենք նրանք ճանաչում ենք, որ այս ամենը իր մեջ պարունակող Աստվածը երկնքից իջել է, որ ինձ եւ քեզ փրկի։
Եվ մենք այսպես ենք ճանաչում նրան, այսպես ենք հպվում նրան, եւ մենք հերթական անգամ հասկանում ենք, որ մեր Աստված ողորմած, սիրո, սրբության, կատարելության ամեն բան իր մեջ ընդգրկող Աստված է, իջավ երկիր, որ ինձ փրկի, որ իմ կողքը քայլի, որ այն խոսքերը, որ ինքը Եսայա մարգարեության մեջ ասեց, որ կրակով անցնես, ես քո հետ եմ, իրականում բռնի իմ ձեռքից եւ գնա, եւ ես իրականում վայելեմ դա։ Երբ որ դու ջուրը մտնես, ինքը բռնի իմ ձեռքից եւ գնա, որովհետեւ իրականում ինքը քայլում էր իմ հետ։ Yeshua HaMashiach։ Եհովան Յահվեն, որը եկել է ինձ եւ քեզ փրկի։ Շատ լավ։ Առաջի բանը, որ Աստված կոչ է անում ինձ եւ քեզ, թանկագիններ ջան, այդ իրեն ճանաչելն է։ Սաղմոսների մեջ կոչ անում կանգ առ եւ ճանաչի ինձ։ Դուք մտածում եք, հենց այնպես է Տերը օգնում, որ մենք ճանաչենք իրեն։ Դուք մտածում եք, որ հենց այնպես է ինքը բացվում իմ եւ քո կյանքի համար։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Եթե մենք ճանաչողություն չունենանք Աստծո հանդեպ, չճանաչենք, թե ինքը ով է, մենք երբեք չենք հասկանա, թե ով ենք մենք։ Հասկանում եք։ Եթե մենք չենք ճանաչում կենթանի Աստծուն, մենք վեհանց, ռուսերեն նապիշնիչ, մեծամիտ, մեր մասին բարձր կարծիք ունեցող, մեզ տիեզերքի պորտը պատկերացնող էակներ են, կներեք այս արտահայտության համար։ Բայց երբ Աստված գալիս է եւ հպվում է քեզ, դու միանգամից հասկանում ես մի քանի կարևոր բան, որովհետեւ երբ Հիսուսը սկսում է քայլել մարդու հետ, թանկագիններ ջան, տեղի ունենում այսպիսի մի բան, որ տեղի ունեցավ Ղուկաս 5-րդ գլխի 8-րդ համարում։ Երբ ինքը բարձացավ նավակ եւ Պետրոսից հետ ձուկ բռնեց, Պետրոսը այնտեղ մի խոսք ասաց։ Եվ տեսնելով այս Սիմոն Պետրոսը ընկավ Հիսուսի ծնկներին եւ ասաց. «Հեռու գնա ինձնից Տեր, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ»։ Թանկագիններ ջան, մեր իսկության բովանդակությունը, մեր մեղքի արմատը, մեր ով լինելը Աստծո աչքերով մենք կարող ենք հասկանալ միայն, երբ իր լույսի մեջ ենք մտնում։ Հասկանում եք։ Եթե այս ամենը չկա, եթե չկա շփումը Աստծո հետ, այս մեղքի գիտակցությունը բացակայում է մեր կյանքի մեջ, դրա համար էլ շատ քրիստոնյաներ վեհանց են, մեծամիտ են, չգիտեմ էլի, լիքը բաներ են, բայց չեն հասկանում, որ ամենաառաջի բանը Աստված քո մեղքի վրա է իր մատը դնում եւ ցույց է տալի դու ով ես։ Նույն Եսայա մարգարեն, թանկագիններ ջան, 6-րդ գլխի 5-ից 7 համարում, այնտեղ երբ ինքը տեսավ զորաստերոջը եւ բանը սերովբեներին, որ ճվում էին սուրբ է, սուրբ է, սուրբ է զորաստերը, իր հետ մի հատ հետաքրքիր մետամորֆոզա տեղի ունեցավ։ Ինքը անմիջապես այդ ներկայության մեջ ասեց ես պիղծ մարդ եմ, պիղծ շուրթերով եւ պիղծ ազգի մեջ եմ բնակվում։ Ահա թե ինչ է անում Աստծո ներկայությունը, թե երկնային արքայությունում, թե երկրի վրա, երբ Հիսուսը քայլում էր մարդկանց հետ։ Ես չգիտեմ դուք Քրիստոսի չարչարանք ֆիլմը տեսել եք թե չէ։ Իմ ամենասիրած ֆիլմն է, անկեղծ ասեմ, ինչքան նայում եմ, արտասվում եմ ուղղակի։ Շատեր ասում են այնտեղ բավականին սխալներ կան, կաթոլիկ եկեղեցու ուսմունք կա, բայց ինձ համար դա էական չի։ Ինձ համար էական այն է, որ շատ խորը ձևի Քրիստոսի չարչարանքն է ցույց տալի, որ իրականում հենց այդպես է եղել է։ Եվ այդ ֆիլմի ժամանակ մի հետաքրքիր պահ է տեղի ունենում։ Երբ Հիսուսին կանգնացնում են Պիղատոսի մոտ նկարահանումների ժամանակ, այս ռեժիսորը ասում է Բարաբայի դերասանին ասում է հանկարծ այս Հիսուսի դերասանի աչքերի մեջ չնայես, չեմ թույլ տալի, որ նայես։
Այսինքն ըստ սյուժեի այս մարդը պիտի ուրախության, որ իրեն արձակում են իշներ նարդիվանով գնար։ Բայց այս դերասանը հենց նկարահանումների ժամանակ կա էլ այդ պահը, երբ ինքը ուրախություն է ցույց տալյանը, որ իրեն արդեն բաց են թողնում, պտտվում է եւ Քրիստոսի դերասանի աչքերի մեջ նայում։ Թանկագիններ, հենց ֆիլմի մեջ երևում է, թե ինչպես է իր էությունը երեսը փոխվում դիմագծերը։ Եվ գիտեք, դա դերասանություն չէր։ Այդ մարդը հիմա ապաշխարել է։ Ապաշխարել է եւ ինչ է վկայում։ Ասում է, երբ ես նայեցի այդ դերասանի աչքերին, ես տեսա Հիսուսին իր մեջ։ Հիսուսին եւ իմ ամբողջ էությունը փշրվեց։ Անկամ դերասանի աչքերի մեջ մարդը կարող է տեսնել Հիսուսին, նրա տառապած սիրտը եւ նրա սրբությունը, նրա սերը քո հանդեպ։ Եվ այդ պահը թեկուզ նկարահանումների ժամանակ փոխի իր ամբողջ էությունը։ Բա որքան առավել կարող ենք փոխվել մենք, երբ որ կենթանի Աստծուն հպվում ենք, ճանաչում ենք, թե որքան է ինքը սուրբ, ճանաչում ենք, թե որքան է ինքը սեր, թե որքան է ինքը տառապան քաշեին եւ քո համար։ Եվ մենք փոխվում ենք իր ներկայության մեջ։ Թանկագիններ ջան, եթե ես չեմ ճանաչում Աստծուն, ես ինքս ինձ չեմ կարող ճանաչել։ Եվ ամենաառաջի ճանաչողությունը, ինչպես ես շեշտեցի, բերում է այսպիսի զգացողություն, որ ես մեղավոր եմ, ես փրկչի կարիք ունեմ։ Երբ մենք ընդունում ենք Տիրոջը եւ թույլ ենք տալի, որ Տերը փոխի մեր կյանքը, մենք վերստին ծնունդ ենք ունենում, մենք հոգեվոր ընթացք ենք ունենում, նույն Աստված ճանաչողությունը այն ժամանակ էլ իմ եւ քո համար քննություն է բերում։ Երկրորդ Կորինթացիս 13:5 համարում գրված է. Քննեք ինքներդ ձեզ, հավատքի մեջ եք դուք արդյոք, ինքներդ ձեզ քննեք, թե դուք չգիտեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է։ Միայն թե դուք այն չեք, ինչ պիտի լինեք։ Քրիստոսը ստանդարտներ ունի հոգևոր կյանքի։ Եվ ահա Աստծո խոսքը ինձ եւ քեզ մղում է, որ ես եւ դու քննենք մեզ, մեր էությունը, ինչպիսին ենք մենք։ Սրբության մեջ ենք մենք, թե չէ, հավատքի մեջ ենք մենք, թե չէ, մեր հոգևոր ընթացքը ինչպիսին է։ Եվ գիտեք ինչ ասում։ Սա ինքնակատարելության նշան չի, որովհետև ասում է՝ միթե դու չգիտես, որ Հիսուս Քրիստոսը այդ ամենը քո կյանքի մեջ անողը, քո մեջ է բնակվում։ Եթե Հիսուսը քո մեջ է, դու պիտի հոգևոր գիգանտ լինես, հասկանում ես։ Հոգևոր գիգանտ։ Հիսուսին արտահայտող մի մարդ։ Ես չեմ հիշում առաքյալներից որն էր, որ գնացել էր մի վայր ավետարանելու եւ իրեն նետահարել էին եւ նիզակահարել էին։ Երբ իրեն խփել էին, ինքը քանի օր չէր մահանում։ Հետո վերցրեցին իրեն խաչեցին, դեռ չէր մահանում։ Այդ խփողներին ինքը գիտեք ինչ էր անում։ Չէր անիծում, չէր հայհոյում, իր վիրավորված մարմինը արունահոսելով, ինքը կյանքը կորցնելով, Հիսուս Քրիստոս էր վկայում մինչև իր վերջի շունչը տալը։ Մինչև վերջի շունչը, ինքը չէր պայքարում, չէր ասում մի հատ բին բերեք, կապեք, մեռա, այս ինչ եք անում, արունը։ Ինքը գիտեր, որ մահանում էր, բայց ասում էր Հիսուսը սիրում է քեզ։ Հիսուսը քո համար խաչվել է եւ այդ ցեղերում մարտնություն սկսեց այդ մարդու պատճառով, թանկագիններ ջան։ Բոլոր առաքյալների կյանքը, երբ կարդում ենք եւ տեսնում ենք ինչպես են իրենք մահացել են իբրև մարդ, ում մեջ ապրում էր Հիսուս Քրիստոսը։ Եվ մարդ, որը քննում էր իր էությունը եւ տեսնում էր ինչպիսին է նա։ Երբ մենք սկսում ենք ճանաչել Տերոջը, թանկագիններ ջան, բացի մեր վիճակը, մենք ունենում ենք նաև հետաքրքիր մի բան, որ տեղի է ունենում ամեն մեկիս կյանքի համար եւ կարեւոր է ամեն մեկիս կյանքի համար։ Մենք սկսում ենք ճանաչել մեր կանչվածությունը, մեր ով լինելը։ Եսայա մարգարեության մեջ հոգևոր առումով ով լինելը 6-րդ գլխում 8-ից 10 համարներում գրված է. Եվ ես լսեցի, նայեք, սա տեղի է ունենում արդեն այն ժամանակ,
Երբ ինքը գիտակցել էր, որ մեղավոր մարդ է եւ բնակվում է մեղավոր ազգի մեջ, եւ փոփոխություն եղավ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը ածուխով մաքրեց իր բերանը։ Եվ ինչ է լսում Եսայան։ Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ում ուղարկեմ մեզ համար, ով կգնա մեզ համար»։ Եվ ահա ես ասեցի. «Ինձ ուղարկի, ինձ ուղարկի»։ Երբ Հիսուսը եկավ առաքյալների մոտ, ինքը ասեց. «Ես ամեն մեկիդ մարդկանց ձկնորս եմ դարձնելու»։ Ձուկ բռնող մարդը ինչ մարդկանց որսորդ, ինչ մարդու ձուկ մարդ որպես ձուկ բռնող, բայց Հիսուսի հետ քայլող մարդը փոխվում է։ Եվ ինչպես առաքյալներն էին այդպիսին, այնպիսին է ես եւ դու։ Մենք էլ ենք մարդ բռնող, մենք էլ ենք Քրիստոսի համար որսորդներ, մենք ենք, ովքեր ճանաչում են Աստծո կամքը ամեն մեկիս կյանքում։ Հռոմեացիս 12 գլխի մեջ թանկագիններ ջան։ Ահա աղաչում եմ ձեզ եղբայրներ Տիրոջ ողորմությամբ, որ ձեր մարմինները սուրբ եւ կենթանի զոհ տաք, որը Աստծուն հաճելի է, ձեր խելացի, խելամիտ ծառայության համար, այս աշխարհի հետ ասма մի նմանվեք, բայց վերափոխվեք ձեր մտքի նորոգությունով, որպիսի ճանաչեք որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Աստծուն ճանաչողությունը, Քրիստոսին ճանաչողությունը բերում է Տիրոջ կամքի ճանաչողություն ամեն մեկիս կյանքի մեջ, եւ մենք հասկանում ենք, իմանում ենք եւ սկսում ենք գործել ըստ Աստծո կամքի։ Եվ եթե առաքյալներին Տերը ասեց, որ պիտի դարձնի մարդկանց որսորդ, ինձ եւ քեզ էլ նույնպես գլոբալ առումով ասում է։ Բայց ամեն մեկիս համար անհատական կանչվածություն նույնպես ունի։ Հասկանում եք։ Նույնպես Պողոսի մասին գրված է, որ ինքը մարգարեական դրսևորում ուներ, մարգարե էր։ Պողոսի մասին գրված է, որ ինքը առաքյալ էր։ Պողոսի մասին գրված է, որ ինքը խոսքի մեջ գերակշռողն էր, այսինքն գերազանցում էր բոլոր նրանց, ովքեր իր հետ ավետարանչություն էին անում, որովհետև Տերը այսպես էր կանչել Պողոսին եւ այսպես էր օծել Պողոսին։ Եվ Տերը, երբ Պողոսին բացվեց անհատական եւ յուրահատուկ ձևի առաջնորդեց իրեն, Պողոսին այսպիսին էլ դարձրեց թանկագիններ։ Հիմա ինչու եմ ես այսքան բան ասում։ Այո, Սուրբ գրքում հերոսներ կան, որոնց մենք նայում ենք եւ սովորում ենք։ Բայց Սուրբ գիրքը իմ եւ քո կյանքի մեջ ասում է Հիսուս Քրիստոսը երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Եվ ինչպես Եսայային էր բացվում, այնպես ուզում է ինձ բացվի։ Ինչպես Պողոսին է ապականյալ ճանապարհից փոխում եւ տանում դարձնում առաքյալ, այնպես էլ ինձ եւ քեզ թանկագին եղբայրս եւ քույրս։ Ինչպես Աստծուն հպվող մարդը հասկանում է, որ ինքը մեղավոր է եւ սրանից առաջի քայլը գնում է, մենք էլ նույնպես պիտի հպվենք եւ հասկանանք լավ ով ենք մենք Տիրոջ ներկայության մեջ։ Հիսուսը հենց սրա համար եկավ աշխարհ, թանկագիններ, որ ոչ թե գավազանով խփի մարդկանց գլխներին, այլ երբ ինքը կանգնի Պիղատոսի կողքը, մարդիկ նայեն եւ մարդկանց կյանքը փոխվի։ Երբ ինքը խաչի վրա, որ պիտի այն կողքը կախված բանսարկուների պես ասեր իջի խաչից, մի հատ ցույց տու թե դու ով ես, ինքը կանգնում էր, կանգնած խաչի վրա, խաչված, ասում է ների իրանց, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Այսպիսին է մեր Հիսուսը եւ այսպիսին է ուզում ինձ եւ քեզ տեսնի, թանկագիններ ջան։ Միայն թե մենք ճանաչենք իրեն, միայն թե մենք հպվենք, հասկանանք ինչի համար է մեզ կանչել եւ ինչ է ուզում ինքը իմ եւ քո համար, որովհետեւ այս ուզելը չի փոխվել։ Մի օր մենք երկնքում պիտի կանգնենք Տիրոջ առաջ եւ այնտեղ հետաքրքիր բան պիտի տեղի ունենա։ Տերը վարձք է բաժանելու։ Ասում է շատերի գործը կրակով պիտի անցնի եւ այրվի։
Ինչու, որովհետև իր գործը խոտ էր, փայտ էր, եղեք էր։ Ինքը փրկվելու է, բայց վարձք չի ունենալու։ Հիմա կասենք այ մարդ է վարձ կա, էլի սպանիկ թողիկ, վարձ կա էլի։ Երբ քո աչքերը տեսնեն երկնային Երուսաղեմի գեղեցկությունը, Աստծո ներկայությունը, երկինքը իր փառքով լցված, քո այդ վարձ կա էլի, բառը կփոխվի, դու կհասկանաս, թե ինչ էր Հիսուսը պատրաստ քեզ տալ եւ ինչից դու քեզ զրկեցիր քո իրեն չճանաչելու պատճառով։ Հասկանում ես, եղբայրս եւ քույրս։ Ուրեմն բերեք հվենք կենթանի աղբյուրին, ինչպես որ անում էին մարգարեները հին կտականի եւ մարդիկ նոր կտականի, ճանաչենք իրեն եւ մտնենք մեր կանչվածությանը եւ մեր կյանքը դնենք իր ոտքերի տակ, թող իր փառքը երևա հավիտյանս հավիտենից։ Այսքանն էր, որ ուզում եմ ասել։ Տերը օրհնի ձեզ։ Բերեք աղոթենք, բերեք փառավորենք Տիրոջը, եթե կան մարդիկ, ովքեր կարիք ունեն ճանաչելու Տիրոջը կամ նորոգելու իրեն ծուխտը Տիրոջ հետ, խնդրում եմ, հիմա է պահը։ Հիմա աղոթի, ասա Տեր ջան, հպի ինձ, հպի, ես ուզում եմ այսպիսի ներգործություն, ես չեմ ուզում հեքիաթներ, չեմ ուզում ինձ պատմեն քո մասին, ես ուզում եմ ինքս ճանաչեմ քեզ, ճանաչեմ քեզ, ալելույա քեզ Տեր փառավոր, ալելույա, ալելույա, ալելույա քեզ Տեր,